նոր այստեղ զրուցում էինք ու ասում էինք, որ ամեն օրը հրաշք է մեզ համար։ Ամեն մի օրը, որ արթնացել ենք արդեն, դա մեր համար Աստծո հրաշքն է։ Մենք պետք է կարողանանք հասկանալ, ոնց որ Սաղմոս 2-ն ասում, բացիր իմ աչքերը, որպեսզի տեսնեմ քո օրենքի հրաշքները, պետք է կարողանանք հասկանալ ու գոհություն հայտնել Տիրոջը ամեն օրվա հրաշքի համար։ Այնպես որ պատահական չի, որ դու այստեղ ես, պատահական չի, որ նստած հիմա Աստծո խոսք ես լսում կամ լսելու կամ փառաբանում ես, սա Աստծո ձեռքն է, որ այսօր մենք կանք։ Ամեն։ Եվ խոսքը, որ պատրաստել եմ, պիտի խոսամ Աստծուն փնտրելու մասին է։ Խնդրեմ ուշադիր լինենք Աստծո խոսքի հանդեպ։ Ուզում եմ կարդամ Ամովսի մարգարեության 5-րդ գլխի 4-րդ խոսքից։ Տերը Իսրայելի տանը այսպես է ասում. Ինձ փնտրեք, որպեսզի ապրեք, բայց Բեթելը մի փնտրեք, Գաղգաղա մի մտնեք, Բերսաբեից մի անցնեք, որովհետև Գաղգաղը անշուշտ գերությամբ պիտի քշվի ու Բեթելը պիտի ոչնչանա։ Եվ 6-րդ խոսքի սկզբում նորից ասում է. Տերը փնտրեք, որ ապրեք։ Բայց մինչև խոսքիս հիմնական մասին անցնելը, նախ ուզում եմ մի փոքր վերհիշենք, թե ինչպիսի վայրեր կամ քաղաքներ են եղել Բեթելն ու Գաղգաղան։ Բեթելի մասին գրված է Ծննդոց գրքում, ովքեր սիրում են կարդալ Աստվածաշունչ կհիշեն, երբ Հակոբը փախչում էր Եսավից, մի տեղ հասավ, որտեղ մութը ընկավ, նա մի քար դրեց գլխի տակ եւ քնեց։ Այս պատմությունը Ծննդոց 28 գլխում է գրված, կարող եք տանը կարդալ։ Եվ գիշերը երազ տեսավ, որ այդտեղից մի սանդուղք էր բարձրանում դեպի երկինք, որի վրայով հրեշտակներ էին իջնում եւ բարձրանում։ Աստված Հակոբին խոստում տվեց, որ միշտ նրա հետ է լինելու, եւ երբ Հակոբը քնից արթնացավ, ասեց. Իրավ Տերը այստեղ է եղել, ես չեմ իմացել։ Սա ուրիշ բան չի, այլ Աստծո տունը։ Եվ այդ վայրի անունը կոչեց Բեթել, որը թարգմանաբար նշանակում է Աստծո տուն։ Եվ այդ քաղաքի անունը այդպես էլ կոչվեց։ Նախկինում Լուզեր դարձավ Բեթել, Աստծո տուն։ Երկրորդ քաղաքը Գաղգաղան։ Սա այն վայրն էր, որ երբ Իսրայելի ժողովուրդը Եգիպտոսից դուրս եկավ եւ վերջապես 40 տարի հետո հասավ Հորդանանը անցավ, մտան հենց Գաղգաղա, որտեղ էլ Տերը պատվիրեց Հեսուին, որ նորից ժողովուրդը թլփատեն, որտեղ անապատում ծնվածները թլփատված չէին եւ այդտեղ նորից իրանց ուխտը նորոգեցին։ Եվ այս քաղաքները, թագավորած գրքերը, որ կարդակ կամ պատմությունը, հետագայում դարձել էին իրանց, այսպես ասած, հոգևոր կենտրոններ։ Ինչպես հիմա ասենք օրինակ, չգիտեմ, Էջմիածինը Հայաստանի համար։ Մի այդպիսի տեղ երևի։ Թագավորած գրքերի մեջ գրված է, որ Գաղգաղայում մարգարեներն էին ապրում։ Բայց եկավ ժամանակ, որ Իսրայելի ժողովուրդը դադարել էր Աստծուն փնտրելը։ Թեև եկել էին, բնակվում էին խոստացված երկրում, թեև Բեթելը իրանց մեջ էր, թեև Գաղգաղայում իրանց ուխտը նորից նորոգել էին, բայց ապրում էին ոչ ճիշտ կյանքով, դադարել էին Աստծուն փնտրելը։ Եվ Տերը ասում է. Գաղգաղան մի փնտրիր, Բեթել մի մտնիր, ինձ փնտրիր, որպեսզի ապրես։ Նրանց հայացքը կտրվել էր Աստծուց, ապրում էին մեղքի մեջ, Աստծուց հեռու, իրենց հույսը դրել էին այն բանի վրա, թե իրենց մեջ կա Բեթել եւ կա Գաղգաղա, որտեղ մի ժամանակ իրենց ուխտն էին նորոգել։ Այսօր էլ, գիտեք, խոսքը որ բերեմ մեզ մեր օրեր, Աստված ուզում է, որ մենք ամբողջ սրտով Աստծուն փնտրողներ լինենք, որ մեր հույսը չդնենք մեր անցյալի փորձառությունների վրա կամ անցյալի հայտնությունների վրա, մեր Աստծո այդ ուխտի մեջ մտած լինելու վրա։ Սա հետո մի քիչ կբացեմ փակագծերը։ Մենք պետք է ամեն օր Աստծուն փնտրենք։ Դա ինչ կար, դա երեք էր։ Այսօր նոր օր է, այսօր նոր հնարավորություն է Աստծո երեսը փնտրելու։ Միգուցե մտածենք դե ուխտի մեջ ենք մտել, Աստծո տան մեջ ենք, ինչ որ բաներ արել ենք, լավ ես արել, ճիշտ ես արել, հիմա էլ ճիշտ ես անում, բայց մի բան իմացիր, սա դեռ վերջը չի, մենք դեռ տեղ չենք հասել, դրանով մենք չենք կարող սահմանափակվել, այդ քայլերը անելով, որ սկզբնականում մենք արել ենք, ես էլ, դուք էլ, ոտք ենք դրել մի ճանապարհ, որտեղ կարիք կա ամեն օր Աստծո երեսը փնտրելու, այդպիսի մի օր չի լինելու, որ դրա կարիքը չլինի։
Եվ Տերը ամեն օր մեզ համար խոսք ունի, եւ ո՞րն է այդ խոսքը։ Փնտրիր իմ երեսը, որպեսզի ապրես։ Մի սահմանափակվիր քո անցյալի գտածներով, ամեն օր փնտրիր։ Եվ եթե մենք փորձենք ել Աստծուն չփնտրել եւ այդ քաղաքների նման մեր մեջ կառուցել մեր աստվածապաշտությունը, մեր հոգեվոր կենտրոնը, մեր մտածածի հիման վրա, մեր անցյալի արածների վրա, հույսներս դնենք, թե մենք ջրով մկրտված ենք, ժամանակին լավ ծոմ ենք պահել, կամ ամեն օր կիրակի օրերը ես գալիս եմ, հավաքույթի ամեն օր այստեղ եմ, կամ մի անգամ մի հիվանդի համար աղոթել եմ, բժշկվել է, սրանք լավ բաներ են, սրանք պետք են, անհրաժեշտ են, բայց սա չի մեր նպատակը։ Մեր նպատակը ոչ թե մենակ այստեղ գալ գնալն է, մեր նպատակը պետք է լինի Աստծո երեսը փնտրելը ամեն օր։ Եթե մենք հույսը դնենք դրանց վրա եւ դրա վրա կառուցենք մեր աստվածապաշտությունը, Աստված մի օր քանդելու է դա։ Մենք կարող ենք շատ լավ բաներ անել, բարի գործեր անել, մեկին օգնել նեղության ժամանակ, բայց սրանք անելով մի օր կձախողվենք, եթե մեր գերագույն նպատակը դա Աստծուն փնտրելը չի։ Դրանք անելը իհարկե լավ բան է, բայց դա չպետք է լինի մեր նպատակը։ Տիրոջը փնտրիր, որպեսզի ապրես։ Աստվածաշնչում մի համար կա գրված, որ այս վերջերս շատ հաճախ այստեղից հիշեցվում է։ Գործք 17:26-ը։ Բոլոր ազգերը մեկ արյունից արեց, որպեսզի բոլոր երկրի երեսի վրա բնակվեն եւ որոշված ժամանակներ հաստատեց եւ նրանց բնակության սահմաններ, որպեսզի Աստծուն փնտրեն։ Ահա մարդու երկրի վրա ապրելու գլխավոր պատճառը, գլխավոր նպատակը։ Աստված ազգերը ձևավորեց, ժամանակներ դրեց, սահմաններ գծեց, որպեսզի մարդը ապրի եւ Աստծուն փնտրի։ Սրանից առավել բան մարդու կյանքում չպետք է լինի։ Եթե ասես, թե ես արդեն գտել եմ Աստծուն, լավ ես արել, բայց ինչպես արդեն ասացի, մենք մի ճանապարհ ենք ոտք դրել, որտեղ ամեն օր կարիք կա Տիրոջ երեսը փնտրելու։ Եթե մի անգամ գտնելով բավարարվել ես ու դադարել փնտրելուց, վերանայիր քո կյանքը։ Երբեք չենք ասի, չէ, 3 առաջի օրը հաց եմ կերել, դա բավական է մի քանի օր ինձ։ Կամ մանավանդ հիմա, մի քանի տարի առաջ մի հատ շոր եմ գնել, դեռ հերիք է, մի 5-6 տարի կհագնեմ։ Մանավանդ հիմա ոչ մեկ այդպես չի մտածում։ Աստծո հանդեպ կարիքը պետքա վեր լինի բոլոր մարմնավոր կարիքներից։ Եթե մենք չենք դադարում մեր կյանքի հարմարավետության, բարեկեցության մասին մտածելուց, միջոցներ փնտրելուց ապրելու համար, ինչի պետքա դադարենք Տիրոջ երեսը փնտրելուց։ Որովհետև այս կյանքի համար փնտրտուքները մնալու են այստեղ։ Բայց մենք որ կանգնենք Աստծո առաջ, դա մեզ պետք չի գա։ Այս կյանքի մեջ գտածները մեզ պետք չեն գալու, բայց նրա երեսը փնտրելը մեզ ապրեցնելու է։ Սաղմոս 27:8-ը մի հրաշալի խոսք է գրված։ Դավիթն ասում է. Իմ երեսը փնտրեցեք, ասեցիր, իմ սիրտն էլ քեզ ասեց, քո երեսը պիտի փնտրեմ, ով Տեր։ Ահա Դավիթի արձագանքը Տիրոջ խոսքին։ Իսկ ինչպիսին է մեր արձագանքը Տիրոջ խոսքին։ Ինքներս մեզ քննենք, թե արդյոք մեր սիրտը միշտ դա է ուզում։ Առավոտյան երբ արթնանում ենք, ո՞րն է մեր առաջին գործը։ Աստծուն ենք փնտրում, թե նորություններ, լուրեր, մի հետաքրքրաշարժ զբաղմունք, մի գավաթ սուրճ, հեռուստացույցի հետ։ Առավոտյան ո՞րն է մեր սիրելի զբաղմունքը։ Միգուցե ոմանք առավոտյան վաղ արթնանում են վազում աշխատանքի, որտեվ ուշանում են, բայց արդյոք ժամանակ հատկացնում ես Աստծուն, Աստծո երեսը փնտրելուն, առանձնանում ես արդյոք Աստծո հետ ներքին սենյակում։ Մտածենք սրա մասին։ Կարող է անգամ որպես շատ լավ հոգևորներ առավոտյան հոգևոր երգեր կամ քարոզներ ենք լսում, բայց եթե չես առանձնանում նրա հետ քո ներքին սենյակում, ուրեմն քո սիրտը չի ասում Աստծուն, քո երեսն եմ փնտրելու։
Լավ բան է քարոզներ լսելը, հոգևոր երգեր լսելը, բայց Աստծո հետ անձնական հարաբերություն ունենալը ավելի լավ բան է։ Մանավանդ փորձությունների եւ դժվարությունների ժամանակ, երբ քեզ խոսք է պետք Տիրոջից, հնարավոր է ինչ-որ քարոզչի միջոցով քեզ խոսք տրվի, հնարավոր է եւ շատ է եղել։ Բայց մանավանդ փոթորիկների ժամանակ ոչ մի քարոզիչ, հավատացեք, քո սիրտը չի կարող այդպես խաղաղեցնի, ինչպես Տիրոջ հետ հաղորդակցվելը։ Եվ հետո դու շատ երգ ու քարոզ լսելով երբեք հաղթող չես դառնա։ Հաղթող դառնում են Աստծո հետ անձնական փոխհարաբերության միջոցով։ Տերը քեզ ասում է. «Փնտրիր իմ երեսը»։ Դու էլ Տիրոջը ասա. «Պիտի փնտրեմ քո երեսը»։ Այնպես որ թող ամեն օր քո սիրելի զբաղմունքը լինի Աստծուն փնտրելը։ Ջանք արա, ամեն օր ժամանակ տրամադրիր Աստծուն, զրուցիր նրա հետ։ Նա ամեն օր քեզ սպասում է։ Նա էլ է ուզում քեզ հետ զրուցել, հավատացեք։ Բաց մի թող այդ հնարավորությունը Աստծո հետ առանձնանալու։ Մի մտածիր, թե եթե դու ժամանակ հատկացնես աղոթքին, քո ժամանակը քեզ չի հերիքի։ Ձեզ մի գաղտնիք ասեմ, ժամանակը այս երկրի վրա երբեք չի հերիքելու, երբեք։ Բայց ամենակարևոր գործը մի փոխարինիր անկարևոր եւ անցողիկ գործերով։ Մի մոռացիր, որ Աստված հավիտենության մեջ ժամանակ է դրել մեզ համար, որ իրեն փնտրենք։ Որոշում կայացրու քեզ համար, որ ամեն օր փնտրես Տիրոջ երեսը։ Սա է մեր ապրելու իմաստը այս երկրի վրա։ Եվ հետո եթե ամբողջ սրտով փնտրես, անպայման գտնելու ես։ Երեմիա 29:13-ում այսպիսի համար է գրված. Ինձ պիտի փնտրեք եւ պիտի գտնեք, որովհետեւ ձեր բոլոր սրտով պիտի խնդրեք ինձ։ Փնտրեք եւ կգտնեք, խնդրեք եւ կտրվի ձեզ, դուռը թակեք եւ կբացվի։ Բայց այս ամենը կլինի այն դեպքում, երբ դու աղոթքի սենյակում նրա երեսն ես փնտրում։ Ամեն։